Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենդանակերպի 4 նշանների, ովքեր իրենց կյանքի ամենակարևոր որոշումը կկայացնեն հենց այս ամիս։ Աստղաբանությունը տալիս է ոչ միայն ճակատագրական նախազգուշացումներ, այլև ընտրության հնարավորություն։ 2025 թվականի ապրիլին երկնային ուժերը միաձուլվում են այնպես, որ գործողություններն իսկապես հաղթում են մտքին։ Հենց հիմա հատկապես հստակորեն զգացվում են շրջադարձային պահեր, երբ միտքն ու սիրտը միաձայն որոշում են ժամանակն է փոխել ինչ-որ բան։ Մերկուրին իր հետընթացն ավարտեց ապրիլի 7-ին, ազատելով մեզ մառախլապատ ընկալումներից, իսկ ապրիլի 12-ին Վեներան դուրս է գալիս հետադիմությունից, պարզություն մտցնելով անձնական հարաբերություններում։ Ամսվա կեսին լիալուսինը կշեռքներում լուսավորում է գործընկերության և բարեկամության թաքնված խնդիրները, կարծես մեկն միշտ կանչում է որոշելու, թե ում հետ գնալ հետագա ճանապարհով։ Աստղաբանական պրակտիկայում բազմամյա փորձի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ մոլորակների նման հազվագյուտ համագործակցությունները բացում են հնարավորությունների պատուհաններ։ 2025 թվականի ապրիլ, տիեզերական խաչմերուկ։ Ապրիլի հենց սկզբից զարթոնքի զգացում է տիրում ամբողջ աշխարհում։ Ապրիլի 7-ին Մերկուրին դադարեց ռետրոգրադ լինել, իսկ ապրիլի 12-ին ռոմանտիկ և զգայական Վեներան նույնպես դադարում է հետ գնալ, հեռացնելով սրտի հարցերում շփոթությունը։ Ապրիլի 13-ին կշեռքներում ամսվա կեսը պսակվում է լիալուսնով, որն ընդգծում է գործընկերությունը և բացահայտում սիրո և ընկերության մասին թաքնված ճշմարտությունները։ Ներքին հայացքի առաջ կարծես թե հարց է ծագում. ում հետ պետք է շարունակեմ այս ճանապարհը։ Այն զգում է որպես հանգիստ, բայց ամուր կոչ։ Ապրիլի 16-ին Մերկուրին տեղափոխվում է Խոյ, վճռականություն տալով խոսքին ու մտքերին, իսկ ապրիլի 18-ին Մարսը մտնում է Արյուծ, բարձրացնելով փառասիրության և ստեղծագործության ներքին կրակը։ Նեպտունի մեծ իրադարձությունը Խոյում 150 տարվա մեջ առաջին անգամ ուժեղացնում է գիտակցության գլոբալ փոփոխության ընդհանուր զգացումը։ Հաճախ նման աստղային կոտրվածքները բերում են պայծառ պատկերացումներ, կարծես աշխարհն հանկարծ ավելի լայնանում է, իսկ սահմանափակումները դառնում են ավելի պատրանքային։ Ամիսն ավարտվում է ապրիլի 27-ին, ցուլում նոր լուսնով, որը նրբորեն հիմնավորում է այս բոլոր գաղափարները և օգնում դրանք վերածել երկարաժամկետ նյութական նախագծերի և ամուր լուծումների։ Խոյ, պայծառ ձեռքբերումների ժամանակ։ Խոյերի համար 2025 թվականի ապրիլը նման է գործողության ազդանշանի, երբ Մերկուրին դադարում է հետ գնալ ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 16-ին ամբողջությամբ տեղափոխվում է Խոյ, այս նշանն այլևս չունի հստակության և քաջության պակաս։ Երբեմն Խոյերը նույնիսկ առանց տիեզերական հուշումների որևէ մեկի թույլտվության կարիքը չունեն, բայց հիմա նրանց ոգևորությունը լիովին լցվել է։ Ապրիլի 13-ին կշեռքներում լիալուսինը հիշեցնում է Խոյերին, որ հաջողության համար կարևոր է պայքարել։ Ցուլ, գործնական քայլեր դեպի բարգավաճում։ 2025 թվականի ապրիլը ցուլին հնարավորություն է տալիս վերջապես կյանքի կոչել երկար մտածված գաղափարները։ Ամսվա առաջին կեսին ցուլը դեռ կարող է ստուգել բյուջեները և լրացնել պլանները, սակայն արդեն ապրիլի 19-ին, երբ արևը մտնում է ցուլ, արթնանում է ստեղծագործ և երկրային ուժի հզոր ազդակը։ Ապրիլի 27-ին ցուլում նոր լուսնի վրա ամեն ինչ իր գլխին է ընկնում։ Սա իդեալական պահ է ապագա ձեռքբերումների համար հիմք դնելու։ Տիեզերքը կարծես շշնջում է ցուլին. մի վախեցեք մեծ ներդրում կատարելուց, լինի դա տուն գնել, թե երկար սպասված կարիերայի փոփոխություն։ Կշեռք, զարմանալի զարթոնք։ Կշեռքների համար 2025 թվականի ապրիլը շրջադարձային է դառնում։ Հայտնի լինելով ներդաշնակության իրենց ցանկությամբ, կշեռքները հաճախ հետաձգում են կտրուկ փոփոխություններ կատարելը, սակայն ապրիլի 13-ին կշեռքների լիալուսինը կետադրվում է։ Ակնհայտ է դառնում, որ կառչելով անցյալի ցանցից չի բացում ապագայի հեռանկարները։ Ձկներ, ճակատագրի կանչ և վստահություն ձեռք բերել։ Ձկների համար 2025 թվականի ապրիլը դուռ է բացում երազանքների թագավորությունից դեպի ձեռքբերումների իրական աշխարհ։ Մինչև ապրիլի 7-ը հետադիմական Մերկուրին կասկածի ստվերներ էր գցում, սակայն այժմ ձկների քնքուշ հուզականությունը հստակ ուրվագծեր է տեսնում։ Ապրիլի 12-ից հետո, երբ Վեներան դուրս կգա ռետրոգրադից, ձկները կզգան իրենց զգացմունքների ըմբռնման նոր խորություններ։ Ապրիլի վերջին, երբ ցուլում նոր լուսինը բերում է երկրային կայունություն, ձկները ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն են ստանում։ Այնուամենայնիվ, աստղերը միայն նրբորեն տանում են դեպի հնարավորությունների դռները, և դուք ինքներդ պետք է մտնեք այնտեղ։ Վճռական գործողություններն, ինքնավելուծությունը, անկեղծ զրույցները, կարիերայի բեկումներն ուղղակի հպումներ են իրական նորացման ճանապարհին։ Հիմնական բանը համարձակվելն է, կատարել առաջին քայլը, լսել սեփական հոգու ազդակները և չվախենալ երազանքների ետևից գնալ։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։
Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել, ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն և իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ և բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ և նպատակասլաց, այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ և տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ամեն ինչ կրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան և կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան և ընտանիքի վրա։ Նաև հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում, վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք։ Բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժխնդիր լինել։ Նրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք։ Տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում, մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։